Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք դիտել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, շնորհակալ եմ կրկին մեկ շաբաթ անց նույն ժամին, նույն վայրում հանդիպում ենք եւ քննարկում ենք, թե ինչ է կատարվում այս վերջին օրերին։ Վերլուծելով Փաշինյանի հանդիպումները եւ այդ դիվանագիտական հանդիպումները ուզում եմ լսել ձեր կարծիքը։ Արդյոք այս ամենը ինչ որ տեղի ունենում Հայաստանի սահմաններից դուրս այլ երկրներում դրանք կարող են ազդել Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա եւ պարոն Շիրինյան հաշվի առնելով նաեւ ներքաղաքական իրավիճակը այդ համատեքստում թե ինչ քննարկումներ են անում Փաշինյանի հանդիպումների արդյունքների հետ կապված արդյոք Հայաստանի ամենաուղղակի սպառնալիքը դրանք արտաքին գործոններն են թե մեր ներքին քաղաքական իրավիճակը Ուրեմն առաջին մասին պատասխանը որ միանշանակ եւ Հայաստանի Հանրապետության հետ պատերազմյան շրջանի հիշեք կայունությունը եկել է ուրեմն արևմտյան երկրների հայտնվելով Հայաստանի ներքաղաքական կամ արտաքին քաղաքական միջավայրում եւ դա ակնհայտ է իսկ այստեղ բացառիկ է մեր պատմության մեջ անշուշտ Թրամփի ուղու այդ ուրեմն գործարկումը, որի աշխատանքներն սկսվել են, տեսեք, ամերիկյան ոճ է, ասեցին անել, ուրեմպես որ և հիմա չեմ ուզում ասեմ 100%, որտև այդ չափը դժվար է դրնել, հիմա թող Ալիև չի, որը մեկը փորձի Թրամփի ուղիով հարցակվի, Սա իրոք ռազմավարական վերադասավորում է, թե ռազմավարական վերադասավորում եք համարում։ Իհարկե հիշում եք, որ երբ որ հեղափոխությունը սկսվեց, այս գործող վարչապետը ամեն օր կրկնում էր, որ աշխարհաքաղաքական ենթատեքստ չկա։ Ամեն օր մի քանի անգամ էր ասում։ Ես ինքս դոկտորական եմ գրել 6 թվականին եւ հենց աշխարհաքաղաքականությունից Հայաստանի դա հայտնի բան է եւ ես այդ առաջինն էլ ասել եմ որ ինքը կամ դիտավորյալ է ասում ռուսների չարությունը գրգռելու համար կամ էլ առայժմ չի գնահատում կամ դժվար է գնահատում կամ իրենց միջավայրում դա դեռևս աշխարհաքաղաքական չեն ասում բայց դա միանշանակ աշխարհաքաղաքական է հիմա մենք ըստ էության այս կամ անգեր, եթե արևմտյան, այսպես մի քիչ զգուշ խոսեմ, հետո ավելի ճշգրիտ կլինենք։ Ընդ որում զգուշը իմ համար չի, հանրության համար։ Եթե չենք կարող ասել, որ Հայաստանն արդեն ամերիկյան ազդեցության գոտի է ընդգրկվել գեոստրատեգիական իմաստով, այսինքն մեծ համաշխարհային պատմական իմաստով, քաղաքական, ապա ռուսական ազդեցության գոտուց դուրս է եկել, կամ շատ քիչ է մնացել դուրս գալու համար, և սա օբյեկտիվ ընթացք է, սա որևէ մեկի ցանկության հետ կապ չունի, որովհետև աշխարհաքաղաքական գործընթացները տեկտոնական շարժերի նման են, երկրակեղևի պայթյունը երկրաշարժի ինչպես է լինում, կեղևում երկրին ընդերքում էներգիայի այնպիսի կուտակում է լինում տարիների ընթացքում, որ նա խտանալով հանկարծ որտեղ այնտեղ միացումներ կան պլաստների կամ հարթակների թույլ տեղը տալիս եւ ճակից դուրս է գալիս պատահական չի որ մեր մոտ աղետալի երկրաշարժեր Սպիտակի եւ Ալեքսանդրապոլի կամ Լենինականի կամ Գյումրվա որտեղ այստեղ է պլաստն անցնում դեպի Կարմիր ծով եւ այլն որ երկրաբանություն եմ ասում եւ սա այսպեսին է հիմա ես կարծում եմ որ ռուսները դրա հետ համաձայնվել են իրենց մտքերի մեջ որտեղ ուժ չունեն հետ տանելու համար արդեն բայց ուժ ունեն երկրում անվտանգության սպառնալիք առաջացնել իրենց էմիսարներով, իրենց օլիգարխներով, եւ մեր ժողովրդի անհիմն ռուսասիրությամբ, չնեղացնեմ մեր ժողովրդին, էլի, որը հիմք չունի եւ վտանգավոր է։ Ես չեմ ասում ընդհանրապես որևէ ժողովրդի չպիտի սիրի, որևէ ժողովուրդ։ Ինքը պիտի հարգի, շահարգի, ինքը առաջին իրեն պիտի հարգի, որ իրեն սիրի, մնացածը երկրորդական հարց է, այստեղ մենք էլ պրոբլեմ ունենք, ինչի ունենք։
որտեղ Կիլիկյան Հայաստանից հետո, երբ առաջին հանրապետությունը վերականգնվեց, ազգային պետություն չառաջացավ 2 տարի հետո սովետական իշխանություն եւ ազգային գաղափարը են որ կա միավորում է ժողովուրդներին չկա եթե մենք հիմա ազգային գաղափար ունենայինք այդ բանը որ ասում են այդ կլներ օրինակ ես համոզված եմ որ այդ գաղափարը մենք ունենք դա քրիստոնյա ժողովրդավարական կոնցեպցիան է որտեղ մենք պետականորեն ենք ընդունելի տարբերություն այդ հրճագելերը, բայց հələ որ չի խմորվել, որտեղ մեր մտավորականության հիմնական մասը, միջին մտավորականը մնում է բոլշևիկ։ Աթեիստ։ Չվիրավորելով, աթեիստ, բոլշևիկ չէ, որտեղ եւ այդ դասագրքերին գերի, որոնցով ինքը սովորել ակադեմիական կամ բան, իսկ այդ դրանց ենթատեքստը ռուսական ենթատեքստ է, հայկական չի, հայկական շահը այնտեղ ստորադասված է ռուսականին, դրա այն ֆորպոստը ձեզ մոտ էլ են շատ ասում, ինչ է ֆորպոստը, որովհետև մի բանով Ռուսաստանը պետք է ռասխոտ անի, մեզ էլ անում է ռասխոտ, այս վերջերս էլ գրել էր այդ ֆորպոստը Ժուկովկա, Ստալինի փեսանը Ռոստովից, ակադեմիկոս է, դա ասում է Հայաստանում է բանն է, ֆորպոստն է, հորից իրեն էր տրված էլի, Հայաստանը ֆորպոստ չի կարող լինել, ընդ որ հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան այսպես չէ, հյուսիս-արևելյան հատվածում ենք մենք, որպես հանրապետություն, հայկական լեռնաշխարհը 350-400 քառակուսի կիլոմետր է, եւ դա օբյեկտիվ իրողություն է, սա ցանկությունով չի, հիմա անվտանգ իհարկե այդ բոլորը ստացել է եւ բոլորի լավանում է։ Պատական չի որ նայեցեք Թրամփի ուղղությամբ Հայաստանում հունվարին տեղի ունեցան հայ-ամերիկյան հարաբերություններում ավելի շուտ ես ասեի սկզբունքային, դարակազմիկ չասեմ, բայց սկզբունքային, եթե ուրեմն հաջողությամբ գործը գնա, կվերածվի դարակազմիկի, բայց կարևորագույն տեղաշարժ եղավ, երբ որ Վաշինգտոնում ստորագրվեց Թրամփի վարչակարգի կողմից արդեն ստացած ժառանգություն դեմոկրատներից հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության առաջին անգամ գործընկերության համաձայնություն ստորագրվեց։ Այսա ես այն ժամանակ Հայաստանը շարժվում է դեպի այսպես եւ անվտանգություն եւ զարգացում, որին պիտի ինքը կարողանա սպասարկել եւ ժողովրդավարություն։ Հիմա դրանից առաջ էլ հիշեք Նենսի Փելոսին դեմոկրատ արդեն երբ Վաշինգտոնից եկավ, հիշում եք դա փայլուն բաներ, Երևան եկավ եւ այն ինչ ասեց։ Ասեց ժողովրդավարությունը շարժվում Ամերիկայից Ուկրաինա, Ուկրաինայից Թայվան, Թայվանից էլ դեպի Հայաստան։ Եվ այս շրջանում է որ ես հայտարարեցի, որ ուրեմն առաջացել է ժողովրդավարության պատնեշ, վալ, հյուսային բանի, հյուսային օվկիանոսից ուրեմն Ֆինլանդիա, հիշեք, նայեցեք, քարտեզ ենք նայում, մեծ Բալթյան պետություններ, Լեհաստան, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան, մինչև Արաքսի հովիտ։ Այսա դեմոկրատիայի պատնեշն է վալը, որ առաջացել է եւ դա այդ Նենսի Փելոսի ասած, որից հետո եթե կարող ենք ստուգենք, որ Հայաստանի սահմաններին կաշանավար եկավ խաղաղություն, ես ենթադրում եմ, հույս ունեմ ավելի շուտ որ գոնե հիմա ողջախոհություն կունենանք նաև ներքին իմաստով բանակի վերակառուցում, որտեղ սա է առաջին փաստարկը, առաջին փաստարկ եւ վերջին փաստարկը բանակի հզորությունն է, հետո պետության եւ հիմա եւ այսպես եւ պատական չի որ նայեցեք մենք 30-40 տարվա մեր պատմությունը որ դիտում ենք, մեր աչքի առաջ է եղել, ուրեմն Հայաստանն առաջին անգամ լայն շերտով ընդգրկվել համաշխարհային քաղաքականության տարբեր շերտեր ընդ որում ոչ пассив շատ հաճախ որպես կողմ Շանհայ տարօրինակ օրինակ կասեմ ես ավանդական ռուսական մտածողությամբ կաղապարված դպրոցից կաղապարված հայ ուղեղը պայթում է ես ոնց թե Շանհայ հետո Կահիրե, հետո Վաշինգտոն կամ հակառակ, ես ոնց թե, այնը Ռուսաստան չէ։ Եգիպտոս։ Եվ բայց սա բալանսի քաղաքականությունն ինչու, որտեղ եթե դուք լավ եք հաշվում, ազգային շահը ճիշտ եք ձևակերպում ձեզ, չափերը գտնում եք, որտեղ ինչ կան առաջ գնաք, որտեղ
հետ նահանջեք եւ սա մշտական շարժ է։ Այս պայմաններում դուք հաջողությամբ այս քաղաքականություն իրականացնում եք, իսկ հին ուղեղները փչացած չվիրավորելով ժանգոտ ուղեղները չեն կարողանում դա ընկալել, ժամանակից հետ են մնացել։ Հիմա լավ է, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք այս տեղաշարժ ընկալում են, եւ սա երկրորդ դեպքն է մեզ համար, բայց ավելի լայն բանով 18-20 թվականին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես Անտանտի դաշնակիցներ, կրտսեր դաշնակիցը, պաշտոնապես Անգլիա, Ֆրանսիա եւ այլն, եւ այն ժամանակ էր, որ օգնություն հասավ սնունդ, զենք ու կտորեղեն կանանց հագուստի տեսքով եւ այն կտորեղեն ամերիկա բան են ասում, իսկ այսօր ավելի լայն շռայլ ձևերով ամերիկյան օժանդակություն արդեն Թրամփի բանով այդ ուղու տեսքով ընդ որում Այն էլ այնպիսի մի վիճակով, երբ հստակ հայտարարվում է, որ դա ինքնիշխան, ուրեմն պետության, Հայաստանի մասին է խոսքը, տարածքում տեխնիկական եւ այլ համագործակցության մասին է։ Ես ասեմ հիմա Ավետիս Ահարոնյան, եթե կենթանիներ կասեր, ճիշտ է, տարածքը փոքր երազս կատարվեցին, հանճարեղ մարդը, որը Սևրում բանակցում էր Հայաստանի, սա փոքր Սևր է։ Իհարկե անվտանգությունն ավելացել է եւ դուք տեսեք թուրքական արձագանքները։ Արձագանք ինչն է, որովհետեւ մեզ համար կյանքի վարպետության հարց է դառնում Թուրքիայի հետ հարաբերվել ամերիկան մեզ հետ հարաբերվի ոչ թուրքական խողովակով։ Ամերիկյան խողովակ։ Այն ամերիկացին ուղղակի Երևան, Վաշինգտոն, ոչ թե Վաշինգտոն, Անկարա, Երևան, կարող է այդպես լինել, որը շատ վատ է։ Սա չկա։ Այսինքն մենք նորից վերադառնում ենք ինչ-որ մոդելի իմաստով բանեն։ Եվ այստեղ ես ձեզ ասեմ հետևյալը, որ բան չթվա։ Մաքիավելին ասում է, որ նոր իր 15-16-րդ դարերն ասում են, այս նոր ժամանակներում նոր բան որոնել պետք չի։ Անտիկ աշխարհ եք նայում, անտիկ աշխարհում բոլոր հարցերի հարցադրումները կան, որոնք հետո լուծում են բանջում, այս վերադարձեք Արտաշեսյան կամ Տիգրանյան, չգիտեմ ինչ կուզեք, բայց ըստ էության հիմա ավելի կոնկրետ է հարցը, Տրթադ Մեծի եւ Գրիգոր Լուսավորիչի հիմնադրած 301 թվի քրիստոնյա պետության ինդիգենացված իմաստով վերածնունդ է տեղի ունենում, դրանից է նաև Ռուսաստանի կատաղությունը, որ ինչ ոհմակներ ունի Հայաստանը փողոց է լցրել եւ դրսից է կազմակերպել, որովհետեւ մարդիկ գիտեն, թե ռուսական գաղտնիծառայություններ որպես կանոն հայությանը շրջապատել են նաև սփյուռքով, եկեղեցի եւ այլն, այստեղից է սակադրությունները, այստեղ ուղղակի մեր իշխանություններին պետք է ցանկանալ քննադատել ավելի հետևողական չլինելու, ավելի բեղմ լինելու համար, որովհետև այսպիսի խախուտ ժամանակներում, երբ դեմոկրատական ընթացակարգ է ինքը օրենսդրություն եւ ավտորիտար տենդենսներ շատ պիտի ուժեղացնել։ Դեմոկրատական երկրում մենք քաղբանտարկյալներ ունենք, պարոն Շիրինյան։ Մենք քաղբանտարկյալ չունենք, ոչ թե քաղբանտարկյալ։ Ասում են Սամվել Կարապետյանը Սամվել Կարապետյանին ով էր կանչել Երևան, որ քաղբանտարկյալ է դարել։ Նա գործողում է եկել, ընկել է այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Եվ հիմա իր կալանքի հետ կապված ամեն ինչ արդարադատության հետ է կապված, թե քաղաքական հենց քաղաքական է, թե Ռուսաստանի պարական, եթե ինձ թվում է, թե չեմ կարող դա ասեմ, եթե Պուտինի պարական չլինի, վաղուց արդեն դատել են շփրտել են կողքի, որովհետև ոչ մի հայ աշխարհում իրավունք չի վերապահված, ով էլ լինի, ինչ ներդրում են արած լինի Հայաստանի քաղաքական կարգի եւ քաղաքական իրականության հարցը դնել։ Բայց նրա պաշտպանական կողմը հայտարարեց, որ Հայաստանի նկատմամբ հարձակում են գործելու ամեն օր միջև այն լավ բառ կասել, առհատ։ Բայց ուղիղ իմաստով մարդը հասել է զուտ միջազգային իրավական նորմերի մասին է խոսքը։ Ես հազար անգամ ասեցի զուտ հայկական իմաստով, որոնք չկա այդպիսի բան չի կարող լինել։ Ուրեմն քաղբանտարկյալ Հայաստանում չկա, քաղաքալացյալ էլ չկա։ Մենք տեսնում ենք այլապես եթե դա լիներ, առաջի հերթին ոչ թե մարդիկ կմեկուսացվեին, այլ այս լրատվական կառույցի աղբը կհավաքվեր, այդ կայքեջեր, SS, fake եւ այլն ինչ որ անում են։ Դա է պետք փակել, ոչ թե որևէ մեկին քաղաքական աշխարհայացքի համար, որտեղ նրանք քայքայում են։ Հիմա դուք համարում եք, որ ամեն ինչ արդարադատության շրջանակներում է տեղի ունենում, թե Ես վստահ եմ, որ այո, որտեղ
Եվ նաև կուզենայի, որ իշխանությունը այդպես որվեր, ինչու, որտեղ սրանք միկրոսկոպով ուշադրության կենտրոնում են դրսից, հատկապես Մոսկվայից, եւ այստեղ թույլ չպիտի տալ, նաև բանից մեր բարեկամներ արևմուտքում պիտի տեսնեն, որ Հայաստանում դեմոկրատիայի հաղթանակ կա իր դժվարություններով եւ արտարադատություններ։ Առաջի բլանում այդ անհեթեթություն է, այն մի բան կա, arciepiskopos կար, նստած գեներալ չունեք, կագեպե չունեք, հելն ասում է, բայց արդար բան եմ արել, հեղաշրջման փորձ, ես դրա համար ինչ պետք է ասեմ, առաջարկեմ, էլի, ցանկացածի համար, եղբայր, ուրեմն գոնե, հա, Օքսֆորդի քաղաքագիտական բառարանը հայերենով թարգմանած կա, կարդում եք բառերը, գործում եք դրան հավասար։ Ոչ թե գալիս եք էլ գինեկոլոգին հանուն բերում դնում եք եւ սկսում եք գինեգործության մասին դասախոսություններ լսել իրենից։ Ուսուցիչին էլ բերեցին պաշտպանության նախարար։ Չէ, ես լրատվությունն նկատի ունեմ, մասնագիտական ելնում է այդ ինֆորմացիան տալիս է։ Չեն ուզում թող չկարդան, բայց այդպեսի բառարան կա։ Չէ, դեռս էլ հայկական բանով էլ կա, էլի բառարաններ ունենք, բայց այն բառարանը Օքսֆորդի համալսարանին դեմենք բան հայերենով թարգմանած կարդացեք, տեսեք քաղբանդը, չեմ յա։ Ուրեմն ինչ ստացվեց, երկիր կողոպուտի, գանձակողության բոլոր կարկառուները քաղաքական են։ Այդ դեպքում ուրեմն պետք է գնդակահարվեն, եթե քաղաքական են։ Այսինքն ինչ անհեթեթություն է։ Իսկ այդ մեր ձևով շարժումը կարող է դառնել ներքաղաքական ճգնաժամի կատալիզատոր։ Դե արդեն ճգնաժամ առաջացնում են, բայց իրենք մեծ վնաս են տալիս, որն է դա։ Ում են վնասը տալիս, մեծ վնաս, ասեմ ինչու, որն է դա։ Հայաստանում հեղափոխությունից հետո ծնվել են բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում նաև բառացիորեն հեղափոխության ծնունդ են ձեր աչքի առաջ ձեր մասնագետները, օրինակ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունները։ Հիմա սա միլիարդատերը եկել ռեսուրսով մի քամի արել, իբր Քոչարյանի ու ուրեմն Սերժ Սարգսյանի միշիկների ռեսուրսը ֆինանսական բավարար չէր, այդ լրատվություն եւ այլն հիմա ժողովրդի մոտ խապկանք է առաջանում, թե իրենք քաղաքական ուժ են, բայց եթե քաղաքական չեն, օտար ուժ են եւ անես տնեն կողքի, բայց նաեւ մենք ԿՊ-ն չի կարող, երկիրը բազմակուսակցական պետք է լինի։ Նայեցեք, խորհրդարանական հանրապետությունը, որ մենք ենք սահմանադրությամբ, ձգտումով, հայտարարությունով, եւ կարծում եմ նոր սահմանադրությամբ նաեւ խորհրդարանական որ դա արդյունավետ ձև է եւ պետք է լավացվի։ Ուրեմն այստեղ անպայման դա կուսակցապետություն է կոչվում։ Այդ կուսակցապետությունը, այլ խոսքով, պիտի ունենա կանե 5-6 քաղաքական կուսակցություն, ոչ ռևանշիստական, ոչ չագերտավոր հեղափոխական, որ տերորիստական է դառնում, էլի։ Այս բոլոր պետք է գցել անցյալներ։ Հիմա այս պայմաններում քաղաքացին ունի մեծ դժվարություն տեսնել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության 5-6 տարվա աշխատանքն ու չարչարանք, որ ծնվում է։ Այսինքն սրանք այս քամին են անում, ծածկում են, լրատվություններն է տեսեք, առաջին հեռուստաընկերությունից սկսած։ Գիշեր ցերեկ ինձ համար տարօրինակ է, ինչու է սրանց։ Ինչ է նշան։ Կուսակցությունն ինչ է։ Կուսակցությունը գաղափարախոսություն է, քաղաքական դիրքորոշում է, մարդկանց կանոնադրորեն կազմակերպված միություն է։ Այդ Հայաստանում այդ իրենց ձևով գաղափարի մարդ այդ կան կա, 10 հոգի չի լինի։ Այսինքն գնում են ռուսական ձևն է, շուտան են կար ախպեր բան, ես կոմեն գոտ, բայց քրիստոնյա ժողովրդավարություն օրինակ իմ խորին համոզման դրան էլ ես իմ ընկերների հետ նվիրվել եմ, դա մեր ժողովրդի մշակութային հենքի վրա ձևավորվող կառույց է, այնպես ինչպես գերմանական ԿԴՄ-ն Գերմանիայի որը վստահաբար, եթե տեղավորվեց 5-6 տարում բազմաթիվ եւ այլն խորհրդարանում եւ դրանից դուրս մեր ժողովրդի ինքնության ավտոխտոն կերպարի վերադարձը հաստատ նպաստել տանելու։ Հիմա ինչի եմ ասում, սա այդ վերադարձը կապում եք այս վերջին իրացմանությունների հետ։ Ես նույնիսկ չեմ բացառում Մոսկվայից սրանք գործողվել են, որ այս քամին անեն, որովհետեւ ԿՊ-ն մնա մենակ որպես կուսակցություն եւ այդ պայմաններում ելի չի առաջանա բազմագուսակցական քաղաքական համակարգ պիտի լինի, որտեղ գոնե 3-ը պետք է լինեն աճ, ցախ եւ կենտրոն։ Սա եթե սա պետության բանաձև է, քաղաքագիտական եւ այլն, բայց ինչ է լինում։
Թոպոհը սկսել են, ոչ մի խոսակցություն չկա, գաղափարախոսության, քաղաքական դիրքորոշման, մեկ բառաչում են Ռուսաստան, այսինքն դատարկ տեղն են ամեն ինչ անում, ոնց էր Հայաստանում հավաքվում են, Սերժ Սարգսյանի հանրապետականը 3 միլիոն անդամ ուներ, հեղափոխություն եղավ, 3 մարդ իր կողքները չկանգնեց, դա կուսակցություններ, այսինքն նույն մոդելը սկսում է։ Տեսեք, ես ձեզ մի բան ասեմ, եթե նկատել եք, հիշեցնում եմ ցանկացածին, Հայաստանում կուսակցությունների մեծ մասի անունը աղծականով է։ Բարգավաճ, Հզոր, ուրեմն Դեղին, Կապույտ, դրանց ոչ մի կուսակցություն չի կարող լինել, որովհետև կուսակցություններն ունեն իրենց, ասեցի ինչ է, նաև անունները, սոցիալիստական են, քրիստոնյա են, դեմոկրատական են, ինչ են, սոցիալ-դեմոկրատ են, ինչ են, սրա մասին խոսք չկա, բացի քաղաքացիական պայմանագիրը, այո, այսպեսին է, բայց քաղաքացիական պայմանագիրը չի կարող մենակ կուսակցապետություն ունենալ, չի կարող կուսակցապետություն պարտադիր։ Կարող է ունենալ իր արբանյակ կուսակցությունները։ Եթե արբանյակը համագործակցող կուսակցություններ են պետք, հիմա տեսեք ինչ կա, նաև իմանալու համար։ Ընդդիմությունն էլ փաստորեն ուներ։ Ինչպես։ Ընդդիմությունն էլ։ Ընդդիմություն պիտի ունենա, ասեցի, չէ, ահաճ ծախ կենտրոն, որ մի մասը պիտի կառավարող լինի, մի մասը պիտի լինի ընդդիմություն, որտեղ ընդդիմությունը խիստ անհրաժեշտ է, բայց այն մոդելով, ինչպեսին Անգլիայում կա, Անգլիայի բան ընդդիմություն ինչպես է գոչվում, կառավարություն ինչպես է գոչվում, ինչ է, ասում են նորին մեծություն թագավորի կառավարություն, նորին մեծություն թագավորի ընդդիմություն, ոչ ռևանշիզմ, ոչ ֆաշիզմ, ոչ ուրիշի բան, ազդեցություն ներդնող ուրիշի գործիքակազմ։ Եվ այսպես սա մոդել է, նույնն է Գերմանիայում, տեսեք այլընտրանքային կուսակցության հանդեպ Գերմանիայում վերաբերմունք կա, որտեղ ենթադրում են ռուսական ազդեցությունը տակից մտել է եւ այլն։ Ուզում եմ ասել, սրանք պետք են։ Հիմա ձեր ասած ինչ կուսակցությունը, հիմա տեսեք, ես ենթադրում եմ, որ առաջինը ուրեմն Նիկոլը իր հեղինակությամբ կանցնի։ Այստեղ մենք խնդիր ունենք, մենք որպես պետություն, ինքը կունենա բավարար ձայներ 50+1, ինչու։ Թվում է, թե իրենց պիտի պարտադրեն, որ չլինի, չեն դա չի կարող լինել, ժողովուրդը քվեարկի, ինչ որ չափով եւ այլն։ Այսինքն համոզված եք, որ 50 եթե նա 50+1-ը չի ունենա, եթե չի լինի այն կուսակցությունը, որը դաշինքի շանս կտա, այդ Հայաստանում կլինի աղետալի պետական ճգնաժամի վիճակ, երբ որ դուք մեծամասնությունը կառավարություն չեք կարող կազմել, ռևանշիզմը եթե կա, ձեզ հետ չի կա դաշինքի, կոալիցիոն կառավարություն եւ այլն նման կոմպրոմիսի չի կա, կունենաք մշտական կառավարական ճգնաժամ։ Ռոբերտ Քոչարյանն ասում է ձայների գողությունը կարող է տանել գողացողը ինքն է, ուրիշ բան չասի, եթե գող գա, այստեղ այդ սեգմենտում է, գող, քծող, խապող, գանձագող, ինչ ուզում են, այս բոլորը ընտեղ է, այդ ոչ մեկը, ես տարօրինակը գիտեք ինչ է այդ մարդկանց, օրինակ այդ բառերը չօգտագործել, բոլորը գիտեն իրենք են, իմ ասածով ոչի, բոլորը գիտեն, որ տեսեք, քանի վարչապետ ու նախագահ բոլորը քրեական գործով են, ասում ինչից գանձագողությունից, մեկը մանկապարտեզ է գողացել, մեկը ավազ է գողացել սահմանների մեջ, մեկը փակել է հիվանդ, հիշում եք Մարալիկի ժամանակին դպրոցի հիվանդանոց խնդիրը գար 20 անգամ այդ օրերին ելույթ եմ ունեցել, ոնց կարելի է պատերազմող դե չկար պատերազմ իրադրության մեջ փակել հիվանդանոց եւ այլն։ Այդ բոլորը կարող է բանվորներն էին անում այն բաները, հա։ Ուզում եմ ասել, այդ գող բան կա անցյալի մեջ է, իրենց մեջ է։ Զուրտեղը բան չանեն, այդ բոլորը նախ չեն հավատա, ժամանակը չվատնեն։ Հիմա դրանով ուզում են լողանալ, բայց դա չի ստացվի։ Հիմա ինչ էի ուզում ասել, այստեղ այդ ճգնաժամերի ժամանակ միշտ լինում են քույր կուսակցություններ կամ համոզմունքները մոտիկ կամ ազգային անվտանգության մոտ, որոնք կոալիցիա են կազմում Հայաստանում, ես ենթադրում եմ իրենց խնդիրը կառավարական մշտական ճգնաժամ առաջացնելն է։ Այդ պայմաններում կլինեն արդեն նոր ընտրություններ, եթե կլինեն հեղաշրջումներ, ցնցումներ եւ այլն։ Ուրեմն սա ամենավտանգավոր տարբերակն է, չնայած
ժողովուրդն իր պարտքը ոնց որ թե կատարած կլինի, դե ինչ որ է Նիկոլին ինք առաջ է մղել, բայց այդ Նիկոլը թվերն ունի թե չէ, էս է։ Այս սա շատ վտանգավոր վիճակ է, սա է, որ մնացածը իրենք իհարկե կարող է մտածեն, էսը հուպ կտանք, կանցնենք կոնե 51-ը, բայց դա լավ հաշիվներ են պետք։ Հիմա օրինակը բերեմ Գերմանիայից, հա, որտեղ Գերմանիան ինձ համար մոդելային է, ոչ թե լավ է, վատ է, լավ է նախ, առավելությունը ինքը որպես կուսակցապետություն, ինքը լավագույններից է, դեմոկրատիան լավագույններից է, եւ երկիրներ զարգացող, Գերմանիան ինչ է լինում, ԿԴՄ-ն երբ որ չի կարողանում առաջ անցնել, նրա կողքին անմիջապես այդ որ ասեց 50-51-ը չի լրացնում եւ որպես կանոն չի լրանում, այսինքն այնտեղ էլ կուսակցական դիկտատուրա չի առաջանում, դա դրագաման է։ Այնտեղ քրիստոնյա սոցիալական միությունը, որ Բավարիայի ԿԴՄ-ն է, անմիջապես կոալիցիոն ձեռք է մեկնում, իրենք հարցը փակում են ԿԴՄ-ն զիջում է քաղաքականության մեջ սոցիալական ոլորտներում, որտեղ նա ավելի սոցիալական է, Գերմանիան շարժում է կամ սոցիալ-դեմոկրատներն անցնում են, ուրեմն Գերմանիայում կան նաև ազատ դեմոկրատական կուսակցություն կա, փոքր, բայց կազմակերպ, երկուսն շատ կազմակերպված են, եթե վերցնեք շատ ավելի հզոր են, քան շատերն են, իրենք այդպես են, ամենիսավես սոցիալ-դեմոկրատների հետ դաշինք են կազմում եւ այս իմ ասած մահացու վիճակը Գերմանիայում չէ թողում առաջանալ, Հայաստանում դա կարող առաջանալ։ Պարոն Շիրինյան, դուրս գանք կարճատև գովազդային դադարի եւ որից հետո մենք խոսենք, թե ինչու Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանի եւ Ադրբեջանի զենքի մատակարարման էմբարգո։ Դրա մասին կխոսենք։ Հարգելի հայրենակիցներ, կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք, հետեւեք խնդրեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Ասա ծրիա, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։
Արգելի հայրենակիցներն անտապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, ինչ քաղաքական շարժառիթներ եք տեսնում, ինչու Մեծ Բրիտանիան ամբողջությամբ որոշեց, որ կչեղարկի Հայաստանի եւ Ադրբեջանի զենքի մատակարարման էմբարգոն։ Ուրեմն ասեմ ենթատեքստ է, որովհետեւ սովորաբար պետք է ենթատեքստը հասկանանք, ինչը որ չի երևում, ինչ հիմնարար է։ Պետությունները վարում են բալանսի քաղաքականություն։ Այն պետությունները, որոնք պետություն են, որոնք ուրիշի գրբանում չեն, որին բարդադրում են միակողմանի բաներ, որ իրենք օգտագործեն, բայց ով որ օգտագործում է ինքը անպայման բալանսի քաղաքականություն է վարում։ Այդ 100% է։ Նակ ռուսները մեզ ինչ են ասում։ Մի աթոռին ըստեք էլի, բայց իրենք 40 աթոռին։ Իրենց աթոռին։ 40 աթոռի տեսել եք, որ բոլորի հետ նույնիսկ գնում են Աֆրիկայից զորո ջունգլիներում մարդ են ճարում, որպես պետություն բերում են Կրեմլ։ Երևում է, հիմա ինչ եմ ուզում ասել, դա ես ենթադրում եմ, որ հավասարակշռության ապահովման համար, ասեմ ինչի համար։ Մենք գիտենք, որ Կասպից ծովի ադրբեջանական նավթի արդյունահանման հիմնական տոկոսը չէ, միշում British Petroleum-ն է եւ մյուս ընկերություններ, այսինքն այս կամ այն ձևով անգլիացիները Ադրբեջանին տալիս են այն, ինչ որ հնարավոր է։ Իրենք այնտեղ են։ Ինչպես որ Trump Tower-ն է, չէ՞, բաները, շենքեր եւ այլն։ Բարձի, այսինքն սրանք այնտեղ կան։ Ես կարծում եմ, սա Հայաստանի Հանրապետությանը շանս տալն է բրիտանական, անգլիական, այսպես կամ բանից օգտվելու համար, սա է։ Հիմա ինչպես հասկանանք, դա ճիշտ է, թե չէ։ Եվ տարածաշրջանի անվտանգային հավասարակշռության վրա։ Հավասարակշռությունն էսպիսին, այո, ձեր ասածն է։ Հավասարակշռությունը խախտվել է ռուսների հրահրմամբ Ադրբեջանի ձեռքով Հայաստանի պոտենցիալը ջարդելով։ Մենք հորատիզում էինք, բոլոր պատկերի համար իբրև լավ բանակ ունեինք, իբրև լավ գեներալիտետ ունեինք եւ այլն։ Եվ այս պատկերի մեջ Հայաստանի Հանրապետությունը ուրիշ քաշային կատեգորիա է, ճիշտ է։ Հիմա մենք դա չենք, Արցախը վերադարձրել է Ռուսաստան Ադրբեջանին, Հայաստանը 30,000 է, բայց միջազգային, բայց այն վակուում է առաջացել, մեր հզորություն ընկել է եւ երկրորդ մասը կա։ Դուք եթե ուշադիր հետևել եք, կարծում եմ հետ Ալիև անընդհատ խոսում է մենք ենք Կովկասում հիմա տերը։ Վերակատարը։ Հիմա ինչ են անում ամերիկացիները, որ այս նաև բրիտանական, անգլո-ամերիկյան քաղաքականությունը վակուումն են լցնում, մեզ չաղացնում են։ Երկուսին իրար հետ նույն տեղն են հրավիրում։ Այնպես որպեսի որտեղ Վրաստանն էլ հաշվից դուրս է եկել, Թուրքիան էլ է եւ այլն։ Ուրեմն Հայաստանը շատ պիտի հզորացվի։ Եթե հզորացվելու է, դե ասեցի Ադրբեջանի համար այդ խնդիրը չկա, British Petroleum-ը Հայր Ալիևի ժամանակներից եւ այլն։ Հայաստանի արչեւ բացվում է զինա պահեսներ, այս կամ այն ձևով։ Հիմա մենք իմանանք, դա իմ ասածը ճիշտ է թե չէ։ Դուք ես չէ, հետևում եք Հայաստան ռևանշիստների Ոռնոցի չափին, եթե Ոռնոցը բարձր է, ես ճիշտ եմ։ Որտեղ ռուսական տեսակետին հակատայր է դա։ Հակառակ է, Հայաստանը չպիտի հզորանա։ Ես աշխարհում եմ ուզում եմ հայերի շնորհավորեմ, ճակերտավոր մեր հայրենակիցներին։ Զատուլինը հայտարարել չէ, որ նոր Հայաստանը Հայաստանին ձեռնտու չի։ Իմացաք, Զատուլինն ասում է, վերականգնվող, հզորացող Հայաստանը հայերին ձեռնտու չէ։ Ձեռնտու չի, հարցնում եմ։ Ում ձեռնտու չէ։ Որտեղի հայերին եւ որ հայերին։ Որ իրեն հայ է հաշվում։ Որ ես չեմ բանանում, ով որ ինքը գենետիկորեն հայ է, բայց ազգային ինքնագիտակցության նշումների մեջ էլ հայկականություններ հարցնում եմ։ Նաեւ վրացիներին եմ ասում։ Ում ձեռնտու չի, Ռուսաստանին նոր Հայաստանը վերականգնվող տնտեսապես եւ այլն։ Եվ իհարկե Ամերիկայի մյուսների հետ ակտիվ Իրանի բանի հետ ակտիվ քաղաքականություն վարող Չինաստանի հետ ինչու ձեռնտու չի։ Հա, Զատուլինին ձեռնտու չի եւ ռևանշիստներին։ Ես էլ առաջարկում եմ, նայում եք Ոռնոցի չափը,
Եթե շատ է բարձր ոռնոց, ուրեմն ճիշտ է իմ ասածը, եթե չէ, ուրեմն սխալ է։ Շնորհակալություն եմ հայտնում Խնդրեմ։ պարոն Շիրինյան, կարծում եմ հաջորդ շաբաթ նույն ժամին, նույն վայրում, Բայց մի բան ասեմ հանդիպենք։ աշխարհի մեր հայրենակիցներին հետ կներեք էլի։ Դուք չմոռանաք, որ առաջին հանրապետությունը երկունք ապրել է, 2 տարվա կյանք է ունեցել, աղետալի անգլիացիների կամքին հակառակ պարտություն է գրել ռուսական օրհնանքով, բայց այն Հայաստանը, որ այսօր կա, որ միջազգային քաղաքական սուբյեկտ է, ուրեմն դա անգլիացիների հայերի հետ հիմնադրած հանրապետության շարավիղն է։ Երբեք անգլիացիներին չմոռանաք եւ վայրաճությամբ չզբաղվեք, չնեղանաք որևէ մեկ, որովհետեւ ռուսների հիմնական թշնամին անգլիացիներն են գեոպոլիտիկայի մեջ։ Դուք նկատել եք, ինչ խոսեն, չխոսեն, անգլիացիներին կգտնեն, Ամերիկային չէ։ Ուրեմն, որտեղ են ծովի ցամաքի եւ այլն, չնայած եւ իրենց երեխաները փողը գողացած եւ այն Լոնդոնում են բահում, գիշեր ցերեկ խոսում են Անգլիայի դեմ։ Ուրեմն հականգլիականությունը ռուսական նարատիվ է, որը հաջորդի հետ կապ չունի։ Առաջին հանրապետությունը 1920 թվականին 45000 իմ հիշողությամբ միավոր զենք է ստացել Անգլիայից, որ բոլշևիկները հանձնեցին թուրքերին, կարաբեկերին զինեցին, եղավ ռուսների օգնությամբ։ Այսպես այնպես որ ես Անգլիայի բարեկամն եմ։ Պատմական ճշմարիտ։ Գիտեի, որ Հնդկաստան, Իրան, Չինաստան այսօր էլ իմացանք, որ Անգլիայի բարեկամն են։ Եթե այդպես են, ասեմ որտեղ բանի, չէ, Կարսի դաշնակիրը այս երկորը 13-ին էր։ Առաջին հանրապետությունը 11000 քառակուսի կիլոմետրի վրա ձևավորվեց աղետալի վիճակում, հեն Արամի շնորհքն էր, որ ինքը մնաց, եւ նա 19 թվականին ապրիլին սկսեց ընդարձակվել եւ սնվել։ 19 թվականի մարտին առաջին անգամ Հայաստան հասավ ամերիկյան հումանիտար օգնությունը, ուրեմն սնունդ, ալյուր եւ այլն։ Օրինակ հուշագրություններ կա, ասում են, որ հայ մարդիկ ալյուրը որ կիլո 2 կիլո տալիս էին, չէին էլ հասցնում շաղախբան, մարդկա ուղղակի ալյուրը ուտում էր, ջուր էր խմում, չէր կարելի։ Այս վիճակն էր Հայաստանում սովի հարցը, երկրորդը հայ կանայք հագուստ չունեին, ամերիկյան քանի մետր է 4 թե 2 մետրանոց ադրեսկա են ասում էլի, կտորը կտրել հայ կանանց են տվել, ամերիկյան։ Այս մի հումանիտար օգնություն, այս երկրորդ օգնությունը 19 թվականի ապրիլի 24-ին անգլիացին այս երկու օրվա մեջ անգլիացիները Ալեքսանդրապոլից զրահագնացքով հայկական զորքեր շարժվեցին, Կարսը հանձնեցին Հայաստանի Հանրապետությանը եւ Կարսի ամբողջ մարզն արտահանող ոլտիվը անգլիացիները։ Ուրեմն նաեւ Խատիսյանի հետ գնացին Հայաստանի կայարանից Նախիջևան հայտարարեցին 19 թվականի ապրիլին, որ Հայաստանի Հանրապետության մաս ռուս բոլշևիկներն եկան, նա թուրքին տվին, այնա տվեցին արժ։ Հիմա շնորհակալություն անգլիացիներին։ Մենք տալու ոչինչ չունենք։ Շնորհակալություն պարոն Շիրինյան, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։